Շնորհակալություն, ես մտածում եմ ընդհանրապես տեքստը իհարկե կարծում եմ լրացումների եւ ինչ որ քննարկելու առիթներ կունենանք, բայց քանի որ մենք բոլորս հավաքվում ենք այսօր այս կարևոր հարցով, ես օրինակ համաձայն եմ իմ գործընկերոջ հետ պարոն Քոչարյանի հետ, որ իրականում երբեք կարծում եմ ոչ հանրային հեռուստաընկերությունը հանրային հանձնաժողովին առանձնապես բանտեղ չի դրել։ Այս նոր չի, վերջի 20 տարին է բանը, ասենք լուրերը երբեք բանտեղ չեն դրել հանրային հեռուստաընկերության առանձնապես տնօրինությանը, որտեղ միշտ այնպես ուղիղ աշխատել են, հիմա նույնը կրկնվում է շատ ավելի այնպես վատ տարբերակով, բայց այստեղ ես մի քիչ նաև կուզեմ ավելացնել մի բան, նաև ռադիոյի հետ կապված, այստեղ որպես եւ քաղաքային պլանավորող, որ այստեղ շատ ստրատեգիական հարց է, շարունակելով մեր ընդհանրապես վիճակը, չգիտեմ, ասեմ նախապատերազմական կամ որ ընդհանրապես այդ որ ասում են հիբրիդային պատերազմի ամենակարևոր դրույթներից մեկը նաև ռադիոն է։ Մենք ունենք իդեալական այդ ժողովրդական լեզվով ասած պատի ռադիոն, որ այդ ռադիոն վերջին դեպքերը Իսպանիայի եւ Պորտուգալիայի հոսանքազրկումները որ եղան, մարդիկ մոբիլիզացվեցին ընդհանրապես հանրային ռադիոյի շնորհիվ, մի քանի ժամվա եւ այդ մի օրվա այդ մեծ չգիտեմ երևի ծանոթ եք, չեմ ասում տարբեր առիթներով, այսինքն մենք պետքա պարտադրենք, որ մեր այդ ռադիոն մի քիչ գոնե կարողանանք բերել, որտեղ իրականում նայում ես հին հաղորդումներ եւ նոր հաղորդումները բավականին որակյալ են։ Ես որոշակի որտեղ ճակերտավոր ասեմ, որտեղ փող կա, այդ հաղորդումները որտեղ կարող են գովազ վաճառեն եւ այլն կարողանում են աշխատել, բայց այդ լուրերով իրականում խայտարակություն է, որովհետեւ ես հենց երեք այդ հովանավանքի այդ խայտարակ դեպքերի հետ կապված ուզում եմ մի օրինակ բերեմ, չգիտեմ եթե հասել եք տեսնենք, ասում է ՀՄԷԿ-ի լրագրողը, ես չհասկացա ինքը ցիտում էր այդ կարգալույց ընկերոջը, ասում է ՀՄԷԿ-ով, ասում է եւ վարչապետի ներկայությունը նշանակում է, որ Աստված շարունակում է խոսել ժողովրդի հետ։ Դա գնում է հանրային հեռուստաընկերությունով։ Ես անկեղծ չգիտեմ, մենք Տիկին Ալավերդյանի հետ պատվերը ժամանակին աշխատել ենք մարդու պաշտպանի աշխատակազմում եւ այն ժամանակ մենք քննարկում ենք եւ ես ինքը Շվեդիայում քննարկում եմ ունեցել Շվեդիայի պրեսոմբուդսմենում, հենց պրեսոմբուդսմենի գաղափարը նա էր, որ նման բաների հետևից դա գնա հենց պրեսոմբուդսմենը։ Ես առաջարկում կարող ենք ավելացնել պրեսոմբուդսմենի ինստիտուտը, որ պրեսոմբուդսմենը օրինակ Շվեդիայի օրինակով կներեք որոշ բաներ հնարավոր շփոթեն, բայց մենք կարող ենք ուսումնասիրենք այդ մեր խումբը, որ կկազմվի օրինակ թեր տպագրողների միություն կար, ժուրնալիստների միություն, ինչ որ հրատարակիչներ, տարբեր միություն եւ այլ մարդկանցով որոշեն, որ ինչ է մտնում պրես օմբուդսմենի եւ դա նաեւ օրինակ եթե մի падգամավոր ասում է մի լրագրող կամ մի թերթից վիրավորել է, ոչ թե գնա մի անգամից վազի գնա դատարան, այլ մի անգամից այդ պրես օմբուդսմենի թող դիմեն, եթե պրես օմբուդսմենը տեսնեն չի սպառողը չի կարողանում, նոր քննարկեն։ Առաջարկներ իհարկե շատ կլինեն, բայց այդ մենք ժամանակին ես մենակ ասեմ մեր կուսակցությունով հաղթանակ կուսակցությունով մայիսին, երբ որ մայիսինի դեպքերից այդ Եվս մյուս տխրահրճակ Արծրունը գնացել էր մայիսին ասում էր եւ արդարփորձում էր քարոզեր ֆաշիզմը կամ արդարացնել այդ ֆաշիզմը եւ ասում էր այդ հայրենական մեծ պատերազմի այդ մեր 300,000 նահատակների մեր ընդհանրապես այդ ինչքան վատ լույսի ներքո այդ ամբողջը տարվեց, մենք հրաժարվեցինք որևէ կերպ մասնակցել հանրային հեռուստաընկերության քննարկումներին, մինչեւ օֆիցիալ ներողություն չխնդրեն։ Դա ընդհանրապես կապ չունի Հայաստան-Ռուսաստանի հարաբերությունների հետ, չգիտեմ, սիմպաթիաների հետ եւ այլն, բայց դա չի կարելի, այսինքն դրանից հետո որևէ մեկ անգամ թեթև ներողություն, չգիտեմ, ազգային ժողովում, այդ վարչապետ բան նյուզ նախագահ ընդհանրապես որևէ մեկը չանդրադարձան այդ հարցին։ Եվ կարծում եմ հանձնաժողովը կարա լինի, ես դեմ չեմ, բայց այստեղ կարծում եմ հանձնաժողովի քանակը այդքան կարևոր չի, ինչքան կարևոր է նաև բացի մեզանից որպես դիտորդներ լինեն, գիտեք, ինչ որ մասնագետներ ցանկալի կներ, երևի թե վճարովի։ Մի բանը լիներ, որտեղ հիմա այդ ստրատեգիական կոմունիկացիա մասնագետներ կան շատ ուժեղ, այստեղ շատերին ինձ լավ կարող է իմանալ, չգիտեմ, PR-ի մասնագետներ, չեմ ասում ամենակարևորը վճարովի մոնիտորինգ լինի, որ այսօրվանից հետո իրանք մի քիչ ձգվեն եւ բնականաբար համաձայն են, որ Եվրամիության հետ գնանք բոլորով, կանչենք բոլոր դեսպաններին Եվրամիության, ասենք դուք համաձայն եք, որ օրինակ ես ինչ կոնկրետ օրինակը արդարացնում ասում, եթե լավ կարող է լավ լիներ Հայաստանի համար Հիտլերը հաղթեր, օրինակ